Բարև ձեզ։ Իրավագիտակից քաղաքացիեղենական հաղորդաշարի այսօրվա թողարկմանը խոսել եմ աշխատանքային եւ ծառայությունների մատուցման պայմանագրերի միջև առկա տարբերությունների մասին։ Աշխատանքային իրավահարաբերությունների հաստատման պարագայում հաճախ առաջանում է հետեւյալ հարցը. գործատուն աշխատողի հետ կնքի աշխատանքային պայմանագիր, թե ծառայությունների մատուցման պայմանագիր։ Այժմ ձեր ուշադրությանը կներկայացնեմ նշված պայմանագրերի հիմնական տարբերությունները, ինչն է թույլ կտա դրանց հետևելով խուսափել հնարավոր ռիսկերից։ Առաջին տարբերությունը կապված է պայմանագրի նպատակի հետ։ Ծառայությունների մատուցման պայմանագրի նպատակը վճարի դիմաց կոնկրետ առաջադրանքի կատարումն է համաձայնեցված ժամկետում, իսկ աշխատանքային պայմանագրի նպատակը հենց աշխատանքն է որպես այդպիսին։ Ծառայությունների մատուցման պայմանագրի առարկա միանգամյա աշխատանքի կատարումն է, որի դեպքում կարևոր է հենց ծառայության մատուցումը։ Աշխատանքային պայմանագրի առարկան աշխատանքային գործառույթների կատարումն է, որի պարագայում կարևոր է հենց գործընթացը։ Ծառայությունների մատուցման պայմանագրի կատարման հետ կապված իրավահարաբերությունների շրջանակներում կատարողը պահպանում է իր ինքնուրույնությունը եւ աշխատում է ազատ գրաֆիկով։ Մինչդեռ աշխատանքային պայմանագիր կնքելիս աշխատողը ընդգրկում է հաստիկացուցակում, ենթարկում է ներքին կարգապահական կանոններին եւ աշխատում է գործատուի հսկողությամբ եւ ղեկավարությամբ։ Դրանից զատ ծառայությունների մատուցման դեպքում չի գործում ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված երաշխիքները։ Հետևեք ավելուց փաստաբանական գրասենյակի էջին, եղեք իրավագիտակից, իսկ պայմանագրերի հետ կապված հարցերով վստահաբար դիմեք մեզ։ Շնորհակալություն։